Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում այսօր հյուրընկալել եմ Երևանի ավականու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Քրիստինա Վարդանյանին, բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Տիկին Վարդանյան, այսօրվա մեր թեման, որի մասին պատրաստվում ենք զրուցել, բավականին հետաքրքիր է եւ բավականին խնդիրահարույց։ Առաջին հարցս բավականին, այսպես ընդգրկուն է, ինչպիսի օրերում ենք մենք ապրում հիմա եւ արդյոք մենք ապրում ենք խնդրաշատ մայրաքաղաքում։ Միանշանակ մենք ապրում ենք խնդրաշատ մայրաքաղաքում եւ կարծում եմ դրա մասին վկայում են բոլոր այն իրավիճակները, որոնց մեջ մենք հայտնվել ենք սկսած տրանսպորտի հարցից, անվերջ ասֆալտի հետ կապված խնդիրներ, զանգվածային ծառահատումներ, կենսաբազմազանության հետ խնդիրներ, փոշու մակարդակ եւ առհասարակ ինչի մասին մենք խոսենք, բացառությամբ բալետի, խնջույքների եւ նման տիպի միջոցառումների, մնացած բոլոր ուրեմն նշված կետերի հետ կապված մենք Երևան քաղաքում այսօր ունենք խնդիրներ, որոնք ցավոք սրտի չեն լուծվում եւ նույնիսկ եթե լուծվում են, շատ չնչին ձևով է դա արվում եւ ոչ մասնագիտական, ինչն էլ բերում է այն արդյունքին, որը բոլորս տեսնում ենք։ Վերջին շրջանում շատ է խոսվում Երևանի օդի աղտոտվածության մասին, դա տարիներ շարունակ այսպես հիմնակարային խնդիր է եղել, որը ըստ էության դեռևս իրեն համապատասխան լուծումը չի ստացել։ Այ վերջին ժամանակաշրջանում նաև հայտնի դարձավ, որ մի բլոգեր կին ուրեմն տարապում է քաղցկեղով եւ նա նշում է, որ իրեն ուրեմն քաղցկեղի պատճառը Երևանի օդի աղտոտվածությունն է։ Ինչ ունենք այս պահի դրությամբ այս թեմայի, այս խնդրի մասով։ Ես նույնիսկ խոսել եմ այդ ուրեմն կնոջ հետ, այո, հենց պատճառը իր հիվանդության դուրս է բերվել, որ հենց օդի աղտոտվածությունն է եւ դա գաղտնիք չէ։ Դրա մասին բազմաթիվ գիտական աշխատանքներ կան, որոնք որ վկայում են, որ օդի աղտոտվածությունը բազմից եմ խոսել, որովհետեւ նաեւ այդ ամբիոնն եմ ներկայացնում բժշկական համալսարանում էկոլոգիա եւ ուրեմն հիգիենայի ամբիոնը, որը հենց զբաղվում է կանխարգելիչ բժշկությամբ եւ այս դրույթներով եւ փաստացի զարգացած աշխարհում ինչքան ավելի ուրեմն արդիական մոտեցումները բժշկության ոլորտում, այդքան ավելի շատ է զբաղվում պետությունը կանխարգելիչ գործողություններով։ Ցավոք սրտի մենք Հայաստանում անում ենք ուղիղ հակառակը եւ միջև ոսկրին չի հասնում, նախունակությունը չի դիմում բժշկի, չի էլ դիմում, մենք էլ շրջակա միջավայրում չենք անում այն բոլոր գործողությունները, որոնք որ պետք է անենք, որ շտկենք այս իրավիճակը։ Երևանը, ճիշտն ասած, դեռ խորհրդային տարիներից ունեցել է օդի աղտոտվածության խնդիրը եւ օբյեկտիվ լինելու համար ես չեմ ասի, որ սա հիմա ցակած հարց է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ վերջին տարիներին եւ միաժամանակ նախորդիվ ֆակտոր արեց հետարքիր հետազոտություն եւ ցույց տվեց, որ 2014 թվականից այդպեսի ուրեմն ընդգրկույթ էր վերցված 2014-ից մինչեւ 2000 վերջին 23 թվականներ եւ ցույց էր տրվում այնտեղ, որ 14-ից մինչև 2022 թվականը եւ նրանից հետո այնքան շինթույլտվություն է տրվել մինչև նախ 22 թվականը, այսինքն սա ահռելի ցուցանիշների մասն է խոսում եւ այստեղ մի կարեւոր հարց կա, քաղաքապետարանը պետք է տա այնքան շինթույլտվություն, ինչքանը կարելի է վերահսկել եւ ինչքանի առումով շրջակա միջավայրը վերականգնվելու եւ իջեցնելու այդ ուրեմն արդյունքում առաջացած անբարենպաստ գործոնները կարող է կանխել։ Այսինքն մենք տալիս ենք անթիվ անհամար շինթույլտվություններ, բացի սրանից որևիցե ձևով վերահսկողություն կատարվող շինարարությանը չկա եւ դա երևում է ցանկացած օր, երբ որ քամի է բարձրանում եւ ես ինչքան հիշում եմ Տիգրան Ավինյանի ելույթները, նա շատ անպագորգոր ասում է, որ արդեն բոլոր շինհրապարակներում պետք է շենքերը ծածկված լինեն այդ պաշտպանիչ ցանցերով, պետք է օգտագործվեն խոնավեցնող սարքեր եւ զրո արդյունք։ Այսինքն ամեն բոլորս ենք տեսնում, որ շինհրապարակներում նման բաներ չկա եւ դրա համար մենք ունենք այն իրավիճակը, որը որ կա եւ գիտեք նաեւ այստեղ կարեւոր է, որ ոչ թե մենք պետք է նոր օրենքներ, նոր հանձնաժողովներ կազմենք, ինչպես 2 տարի առաջ քաղաքապետարանը կազմեց հանձնաժողով, հենց օդի աղտոտվածության հետ կապված։ 2 տարի անցել է, չենք հասկանում այդ հանձնաժողովը ինչով է զբաղված։ Այլ պետք է գործողություններ կատարել, որովհետև մենք երկրում ունենք մթնոլորտային օդի պաշտպանության մասին օրենքը, որտեղ կետ առ կետ գրված է ամենը։ Եվ եթե մենք նայենք այդ կետերին, կստացվի, որ բոլոր կետերը մենք ինքներս ենք խախտում։ Մենք երկրում ունենք տեսչական մարմին, ունենք բազմաթիվ կազմակերպություններ, որոնք որ պետք է վերահսկեն եւ անեն այնպես, որ բնակչությունը առողջ
առողջական կորուստներ չունենա։ Ինչու՞ չի վերահսկվում այս ամենը։ Ինչու է նմանատիպ բարձիթողի իրավիճակ ստեղծվել մայրաքաղաքի կառավարման մասով։ Ես կարծում եմ, որ սա ամբողջությամբ կառավարման ֆիասկոյի հետևանք է, այսինքն մենք անում ենք գործողությունների առաջի մասը, բայց երկրորդը վերահսկողական մեխանիզմները չեն արվում։ Պատկերացրեք, այսպեսի մի օրինակ բերեմ, միաժամանակ առաջ տարի թե 2 տարի քաղաքապետարանը այսպեսի որոշում կայացրեց, որ պետք է ուրեմն շինհրապարակներում անխտրի բոլորը ունենան օդի որակի չափիչ սարքեր։ Հիմա պատկերացրեք, մենք ունենք զարկերակային ճնշմամբ հիվանդներ Երևան քաղաքում եւ առողջապահության նախարարը հրաման տա, որ բոլորը տանը պետք է ունենան զարկերակային ճնշումը չափող գործիքներ։ Եվ երբ որ կբարձրանա ճնշումը կտրուկ, շտապօգնություն կկանչեք։ Եվ համարենք, որ օդի աղտոտվածության հարցը, զարկերակային ճնշման հարցը Երևան քաղաքի տարածքում մենք լուծել ենք։ Այս է մոտեցումը։ Հասկանում եք, մենք տեղադրել ենք, պահանջել ենք, որ տեղադրեն չափիչ սարքեր, մենք վերահսկում ենք, երբ որ կա գերազանցում, մեր մոտ դա երևում է ուրեմն տվիչների վրա, մենք արձագանքում ենք, բա ընթացքում ինչ է անում, որ այդ ամենը չլինի։ Այ մեր համար կարևոր է հասկանալ այս ընթացքը, որ գերազանցումները չլինեն, այլ ոչ թե մենք տեղադրել ենք սարք, հենց գերազանցումը լինի, մենք միանգամից կարձագանքենք։ Հասկանու՞մ, սա սխալ ճանապարհ է եւ չկա ռիսկերի կառավարում, բացարձակապես չկա ռիսկերի կառավարում։ Որոշումներ են կայացվում ընթացքում կենթանի պոպուլյացիայի վրա, դա ներդրվում է։ Հետո սկսում ենք փորձել հասկանալ սա լավ է թե վատ է, որովհետև նորից եմ կրկնում, մասնագիտական ուղղորդումը ցանկացած որոշման շատ թերի է։ Բայց արդյունքում տուժում է սովորական շարքային քաղաքացին։ Միանշանակ բոլոր այն բացերի համար, սկսած տրանսպորտից, ավարտած ուրեմն օդի աղտոտվածությամբ, բոլոր բացերի արդյունքում տուժում է բնակչությունը առողջության կորուստներով, կյանքի որակի եւ կյանքի տևողությամբ։ Այս ամենը գիտականորեն ապացուցված է։ Գիտեք, մեկ օրինակ ես բերեմ։ Օրինակ Ֆիլադելֆիայում արեցին այսպիսի մի հետազոտություն եւ նրանք ապացուցեցին, որ ուրեմն կանաչ զանգվածը խոսքը գնում է սաղարթներով քաղաքը ծածկելուն, եթե մենք ավելացնում ենք 10%-ով, մենք հիվանդության ցուցանիշը հավաստիորեն իջեցնում ենք եւ ցույց են տալի տվյալներով եւ հոդվածի մեջ նաեւ տպագրված է թե քանի միլիոն դոլարների մենք անում ենք տնտեսումներ 60 միլիոնի մոտ թիվեր կազմում։ Այսինքն մենք ինչ արեցինք, մեր մոտեցումը, մենք ունենք օդի աղտոտվածության խնդիրը, տվիչները տեղավորել ենք, բայց Երևանի կենտրոնում ամենախնդրահարույց տարածքում մենք հանեցինք կենտրոնում ուրեմն հաստաբուն բարձր ծառերը լայնասաղարթ, որոնք որ այդ ֆիլտրը նստեցնող մարդու քայլքի մակարդակում, ինչպես նաև թույլ չի տալիս, որ ուրեմն մակերեսները կարծր տաքանան, ջերմային կղզիների խնդիրը, աղմուկի բարձր մակարդակ, տասնյակ ցուցանիշներ։ Մենք փոխանակ խնդիրը լուծման ճանապարհով գնանք, մենք մի բան էլ 5 անգամ ավելի պակաս կանաչ ֆոնդը, որոշեցինք ջնջենք երկու սերունդի ստեղծածը եւ տնկենք սակուրա, գնդաձև սոսի եւ նման տիպի ծառատեսակներ, որոնք որ այգեպուրակային տարածքների համար են նախատեսված։ Այսինքն մենք խնդիրը լուծելու փոխարեն նույնիսկ այն սակավ մեխանիզմները, որոնք իօքուտ նվազեցման են ուրեմն վտանգների աշխատում, մենք դա էլ ենք հեռացնում եւ փաստացի թողում ենք բնակչությանը դեմ արտիմանտ այդ բոլոր խնդիրների, որոնք որ մենք տեսնում ենք եւ առողջության ցուցանիշներով եւ գիտեք նաեւ մի բան էլ նշեմ, որ ես նաեւ էջում էի հանրայնացրել, որ չարորակ նորագոյացումների առումով մենք տարի աճ ունենք եւ միայն վերջին տարվա ընթացքում մենք ունենք 19.4%-ի աճ։ Ես ցուցանիշների մասն եմ խոսում, այսինքն դրանք համեմատելի են։ Եվ սա խոսում է շատ տագնապալի բանի մասին, հասկանում եք, եւ ցավոք սրտի մենք չենք հասնում այն արդյունքի, որ մեր իշխանությունը ուշադրություն դարձնի այս սոսկալի թվերին, որ մենք բնակչության առողջության կողմից ունենք շատ մեծ ուշադրության արժանի խնդիրներ։ Տիկին Վարդանյան, բայց արդյոք արդեն ուշ չէ խոսելու այս խնդիրների մասին, չէ՞ որ չի եկել այդ ժամանակաշրջանը, որ պիտի արդեն խնդիրների մասին խոսվեց, բայց լուծումներ արդեն տրվեն այս խնդիրներին։ Միանշանակ մենք ոչ թե մենք վաղուց պետք է այդ գործողությունները անենք, նույնիսկ այդպեսի մի արտահայտություն բերեմ, ասում են, երբ պետքա ծառ տնկենք, ասում են ծառը պետքա 5 տարի առաջ արդեն տնկած լինեինք, բայց քանի որ դեռ չեն արել, օր առաջ, այ երբ սկսենք, դա այն օրն է, որ պետք է սկսել, որովհետև ինչքան հեռվանում
մեծանում ենք, այդքան խնդիրները ավելի ծավալուն են դառնում եւ մենք նաեւ թվերի հետ վիճել չի կարելի։ Մենք նաեւ թվային տվյալներով մեր ազգաբնակչության առողջության ցուցանիշների վատ թարացման հետ կապված, մահացության ցուցանիշների հետ, վատ թարացման հետ կապված մենք ունենք տվյալներ եւ պետք է սրանով զբաղվի պետությունը, որովհետեւ օրինակ առողջապահության նախարարությունը գետ մեկ ձայն չհանեց, երբ որ զանգվածային հատումներ էին իրականանում եւ հսկայածավալ բույսերի սաղարթներ հեռացվեց Երևանից, բայց աղը սեղանին դնելու այդ ծրագիրը հիշում եք ինչ մեծ աղմուկ ուներ, տուգանքներ ուներ եւ ես բացարձակապես չեմ ասում, որ դա ռիսկի գործոն չէ, բայց այդ նորածինը, որը շնչում է Երևանում օդ մինչև հասնի այն տարիքին, որ աղը սեղանին նա օգտագործելու է եւ դա պետք չի անել, կանցնեն տարիներ։ Եվ դրա համար ավելի առարկայական, ավելի կարևոր խնդիրների մասին է պետք խոսել։ Եվ օդի աղտոտվածությունը դա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց առողջապահության նախարարությունը, հենց հիվանդությունների կանխարգելման կենտրոնը, այսինքն այն կառույցները, որոնք որ անմիջականորեն պատասխանատվություն են կրում եւ կսաստեն, որովհետեւ եթե առողջապահության նախարարությունը այս հարցը կառավարության նիստին բարձրաձայնի, ես չեմ կարծում, որ երկրի վարչապետը այս հարցին չտա այն կարևորությունը, որը որ իրականում արժանի է տվյալ հարցը, որովհետև օդի աղտոտվածությունը անդրադառնում է ամբողջ բնակչության շերտին, այսինքն եթե օրինակ նույն աղի հետ կապված դա ինչ որ տարիքային շեմից հասկսվելու, այստեղ մենք ունենք գլոբալ ազդեցություն եւ շատ ավելի մեծ ներդրում, քան թե սեղանի վրա աղի արկայությունը աղամանի։ Տեսեք, միևնույն ժամանակ քաղաքապետարանի կողմից մեկնաբանվում է այս թեման, ասում են, ուրեմն բարեկարգումներ են իրականացնում եւ այլն ծառատունկ են իրականացնում, բայց արդյոք այդ ծառատունկը թեկուզ մեկ անգամ, երկու անգամ բավարար է, որ այս չափ խնդիրը ստանա իրեն համարժեք լուծումը։ Գիտեք, ծառատունկը, ես միշտ ասում եմ, եթե դա պետք է լինի ծառատունկ եւ ծառհանուկ ծրագիր, օրինակ Նուբարաշենի աղբավայրի դիմաց արվեց մի ծրագիր, որը բազմամիլիոնանոց ծախսեր, 212 միլիոն, որից 112-ը քաղաքապետարանն էր վճարել մեր ուրեմն երևանցիների հարկերից ձևավորված գումար։ Եվ օրերս լրագրողները հանրայնացրեցին նյութը, որ այստեղ մենք ունենք ամբողջությամբ չորացած տարածք։ Եվ հարցին պատասխաններ, որ ջուրը միացրել են շատ ուշ, դրա համար մենք ունենք այսպիսի ուրեմն սոսկալի վիճակ։ Եթե սա ծառատունկ ծրագիր է եւ արդյունքը մենք ունենալու ենք սա, ավելի լավ է ծառ առհասարակ չտնկեն եւ պահպանեն այն, ինչ որ կա, որովհետեւ ռեսուրսները 112 միլիոնը դա փոքր գումար չի Երևանի համար, հա, եւ եթե սա ծածկված լիներ եղած բույսերը պաշտպանելու, բուժելու, ուրեմն տասնյակ խնամքի հետ կապված գործողություններ, որոնք որ չեն արվելու վրա, արդյունավետությունը կլիներ ավելի բարձր։ Եվ պետք է միշտ հիշել, որ նոր տնկին երիտասարդ է շատ էկոծառայություն մատուցելու համար, որովհետև բնության մեջ թե բուսական աշխարհը, թե կենդանական աշխարհը, թե մարդը ունի կյանքի տարբեր փուլեր, այսինքն մանկություն, դեռահասություն եւ այլն, հա, բույսերի եւ կենդանիների մոտ ամենը նույնությամբ է եւ փոքր տնկին, նույնիսկ 10 տարեկան, նա չի կարող կատարի այնպիսի գործառույթ, որը կատարում է 30 տարի այդ տեղում արդեն սաղարթ ձևավորած բույսը, դա ամբողջությամբ էկոծառայություն է։ Իսկ այստեղ մենք հանում ենք շերտը, տասնյակ տարիներ մենք չենք ունենալու կապված, փոխկապակցված կանաչ այդ սաղարթը, ամենամեծ ձեռքբերումը դա փոխկապակցված ծառերի սաղարթներն են, դա է աշխատողը, այլ ոչ թե որ մենք այստեղ ինչ-որ ծառատունկ ենք արել, եւ մենք նույնիսկ չենք կարող ասել, որ մենք մեկ հաստաբուն ծառա հանեցինք եւ տնկեցինք 10 նոր տնկի, մենք համարժեք կոմպենսացիոն գործողություններ արեցինք, դա նույնը չի, եւ նաեւ այստեղ մի եւս հարց կա, երիտասարդ տնկին կպչողականությունը ապահովելու համար մենք պետք է գործողություններ շատ ծավալենք, երբ որ թեղին եւ հացենին տասնամյակներով ոչ մի գործողություն չի արվել, ծառերը ամեն գարուն նորից կանաչել են, դալարել են եւ այդ էկոծառայությունը քաղաքին ուրեմն մատուցել են։ Այսինքն կառավարման առումով այստեղ մենք ունենք սոսկալի բացեր եւ գիտեք ես այդքան խոսում եմ ծառահատումներին դադար տալու մասին եւ չեմ կարողանում քաղաքապետարանի հետ այս հարցը պարզաբանեմ եւ ուղղակի ծիծաղ է առաջացնում, որ քաղաքապետարանը ընդդիմանում է այնպիսի եզրակացություններին, որոնք որ անում է Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախկին նախագահը, ով ասում էր տասնյակ տարիներ
առաջ մենք էլ ենք Ֆրանսիայում այդպիսի բաներ արել եւ մենք կոտրել ենք մեր կարկասը եւ չենք կարողանում ուրեմն բերել նույն վիճակի տարիներ են թեկուզ անցել մեր սխալների վրա սովորեք կամ ընդդիմանում են Քեմբրիջի համալսարանի կենսաֆիզիկոսների լաբորատորիայից պատասխանի որ մենք մեծ կորուստներ ունենք այս առումով եւ սա այն լաբորատորիան է որը աշխարհին տվել է 30 Նոբելյան մրցանակակիր հասկանում եք երբ որ քաղաքապետարանը ընդդիմանում է նման եզրակացություններին ինչի մասին է դա ես սա խոսում է բացարձակապես պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին եւ սա խոսում է ինչ որ ինքնանպատակ գործողությունների որոնց տակ չկա որևիցե գիտական հեն որովհետեւ 21-րդ դարում կլիմայի փոփոխության պարագայում ոչ մի երկիր հիմա չի համարում, որ սա ճիշտ ճանապարհն է, վերցնել ամբողջ փողոցը 2-3 սերունդի ստեղծածը ոչնչացնել եւ հետո նոր ծառատունք ծրագիր անել, սպասել 20-30 տարի, մինչեւ այդ ծառերը կմեծանան, քայլեք Մոսկովյան փողոցով, երեկեի հանրայնացրել, քայլեք Սայաթնովա փողոցով, կամ մնացած այն տեղերում, որտեղ որ հուդայածառ է փոխարինում, ալբիցան է փոխարինում, կատալպաներն են փոխարինում, սրանք օտարածին, այգեպուրակային տարածքների համար նախատեսված եւ խորհրդային տարիներից ի վեր Երևան քաղաքում օգտագործվող եւ այն ժամանակ խիստ գիտական մոտեցումներ են եղել։ Այն ինչ որ պետք է տնկվեր պուրակներում, տնկվել է պուրակում, այն ինչ որ տնկվել է փողոցում, տնկվել է փողոցում։ Եվ փողոցում, եթե մենք փոփոխություն էինք ուզում անեինք, ապա 21-րդ դարի կանաչապատում ասում է հետեւյալը, որ մի տեսակով ամբողջ փողոցը ձևավորել չի կարելի, պետք է լինի կենսաբազմազանություն, որովհետեւ ծառերի հիվանդության պարագայում մենք կորցնելու ենք ամբողջ շերտը։ Եթե լինեն տարբեր ծառեր, նրանց կայունությունն է տարբեր, միջատներն են տարբեր, հիվանդություններն են տարբեր եւ մենք մի մոմենտ չենք կորցնելու։ Եվ արդյունքում ինչ ենք ստացել։ Ստացել ենք, որ ունեինք մի տեսակով ձևավորած փողոցներ, քաղաքապետարանը ամբողջությամբ մաքրեց եւ վերջում նորից տնկում է մի տեսակով եւ այստեղ կոպտագույն հիգիենիկ խախտում է անում, որովհետեւ սանիտարահիգիենիկ հատկանիշներով օժտված հացենիները, թեղիները, որոնք գիտականորեն ապացուցված է այս ծառերի ուրեմն բարձր ֆունկցիոնալությունը փողոցում նրանց կատարվող աշխատանքի առումով եւ այս ծառերի փոխարեն տնկում ենք ալբիցիա, տնկում ենք ուրեմն կատալպա, որոնք որ ծաղկում են եւ մենք ասում ենք որ ծառերը ծաղկում են եւ նաեւ մի բան էլ ասեմ որ տարածքներ ունենք, փողոցներ ունենք, որտեղ որ գնդաձև կատալպան են տնկել, որը չի էլ ծաղկում, այսինքն ինչի համար եք դուք այդ բույսը տնկել, եթե ասում եք մենք գեղազարդության համար ենք տնկել։ Փողոցը գեղազարդության մասին չէ։ Տիկին Վարդանյան, այսինքն ստացվում է, որ քաղաքային իշխանությունը, այսպես մի փոքր կարող է ուռճացված ձևակերպեմ հարցած, բայց զոհասեղանին է դրել Երևանցու կյանքը, մյուս կողմից զուգահեռաբար անցկացնելով դեկորատիվ այդպես, չգիտեմ, ինչ բառերով բնութագրեմ այս ամենը։ Դա ուռճացված չէ, դա այն է, ինչի մասին ես անverջ խոսում եմ, որ նորածին Երևանցու կյանքը վտանգված է։ Դադարեք այդ գործողությունները, որոնք որ դուք անում եք։ Եվ չի կարելի փողոցում այդ անսասան շերտը, փողոցի կանաչապատումը, փողոցների կանաչապատումը, դա չի կարելի համեմատել այգեպուրակային տարածքների կանաչների հետ, որտեղ դուք կարող եք ինչ-որ գործողություններ անել հատման առումով եմ ես ասում։ Այստեղ անսասանությունը խախտել չի կարելի, որովհետև սրանք օդափոխության միջանցքներ են։ Սրանք քաղաքի այդ քաղաք էկոլոգիական կարկասներ հասկացություն կա այսօր գործում է ամբողջ աշխարհով, դուք այդ անսասանությունը չեք կարող, դրանք կետերը, խոշոր կետերը իրար միացնող զարկերակներ են։ Այսինքն դուք ընդհատում եք, դուք առաջացնում եք շատ լուրջ ֆունկցիոնալ խնդիր, հասկանում եք, եւ սովորական մարդիկ պարտավոր չեն սրա մասին իմանալ։ Ես այսքան խոսում եմ, այսքան հանրամատչելի փորձում եմ բացատրել հարցազրույցներին, իմիջին եւ այլն, որ մեր բնակչությունը հասկանա, որ սա ուղղակիորեն սպառնում է իրենց առողջությանը եւ կանաչապատումը գեղեցկության, գեղազարդության դրա մասին չէ, կանաչապատումը առողջության մասին է։ Սա գործիք է, որը բնությունը տրամադրում է, որ մենք արհեստական միջավայրը, որտեղ բնության մեջ քաղաք հասկացություն գոյություն ունի, որ այդ արհեստական միջավայրը մարդու համար սարքենք բարեհարմար եւ մարդու առողջությունը պահպանվի։ Տիկին Վարդանյան, այսինքն կարող ենք ասել, որ այլևս հատվել է այն կարմիր գիծը, որտեղ Երևանցին այլևս քաղաքում պիտի զբոսնի հակագազով կամ նմանատիպ պաշտպանված վիճակով։ Գիտեք, օրինակ բազմաթիվ երկրներում ընդունված է, որ օդի աղտոտվածության պարագայում, օրինակ ձմռանը մենք ունենք շատ ավելի ծանր պատկեր, եւ բազմաթիվ երկրներում եւ դիմակ են կրում եւ շատ ավելի ուրեմն պաշտպանիչ շերտով ավելի ուրեմն ապահով ուրեմն դիմակներ եւ նույնիսկ այս իրազեկումը անում է քաղաքապետարանը, առողջապահության նախարարությունը
փոխհարդարությունը այն օրերին, երբ որ այսպիսի դեպքեր կան, օրինակ Ֆրանսիայում այդ օրերին նաև զեղչեր են անում տրանսպորտի առումով, ինչ որ տեղեր կա, որ բան են անում, մեքենաների շարժն են դադարեցնում եւ այլն եւ այլն։ Այսինքն որ վատթարացում խնդրի չգնա եւ բնակչությունը ինչ որ ձևով պաշտպանված լինի։ Մենք առայժմ նույնիսկ այդ ազդանշանային համակարգով չենք բնակչության հետ շփվում, բայց կան գործողություններ, որոնք որ պարտադիր պետք է արվեն եւ այո, երևանցիները բազմաթիվ օրեր շատ ավելի արտահայտված ձմռանը, որ մենք ունենք այս խնդիրը եւ պետք է այո պաշտպանվենք եւ դա էլ է մշակույթ, դա էլ ժամանակի մեջ կմտնի մեր կյանք։ Ձեր հորդորը քաղաքային իշխանություններին եւ ժողովրդին, որը կլինի այս օրերի ընթացքում եւ ոչ միայն այս օրերի ընթացքում, առհասարակ ինչպես պաշտպանվել մահաբերոթից։ Ну, ես արդեն ասացի, ինչպես կարելի է պաշտպանվել, իշխանությանը ես իհարկե հորդորում եմ, որ իրենց գործողություններում լինեն շատ զգուշ, 1000-ը մտածեն, նոր ինչ-որ մի բան անեն, որովհետև ծառերը աճում են 30-40 տարի, իսկ հատվում են 10 րոպեվա ընթացքում վտանգելով բնակչության առողջությունը մանավանդ Երևանում մենք բոլոր ցուցանիշներով ունենք խնդիրներ եւ այստեղ պետք է լինել շատ եւ շատ զգուշ։ Բնակչությանը խնդրանքս է, որ այն տարածքներում, որտեղ որ հնարավոր է, ոչ թե ուղղակի ծառատուն կանեն, այլ եթե իրանք ծառատուն կեն արել, իրենք հետևեն այդ ծառերին, ինչով ավարտվում այս ծառերի ճակատագիրը եւ մաքրությանը եւ գիտեք, այսպեսի մի բան ես կխնդրեմ, երբ որ մենք մեր էջերում գրում ենք Երևանը, ես շատ եմ սիրում Երևանը, իմ քաղաքս, իմ մեր սրտի մայրաքաղաքը եւ այլն, որ դա արտահայտվի պատասխանատվության մեջ Երևանի նկատմամբ։ Պատկերացնում եք, եթե երեխա ունենալով ծնողները անընդհատ միայն խոսեն, որ ես իմ բալիկին շատ եմ սիրում, սա իմ երազանքի բալիկն է եւ այլն, եւ դրանով ավարտվի ամբողջ պատասխանատվությունը երեխայի նկատմամբ։ Այլ քաղաքն էլ մեր հոգատարության կարիքը ունի եւ պետք է դադարել լինել անտարբեր։ Շատ մենք ունենք երևանցիներ, որոնք որ սրտացավ են, բայց իհարկե կան նաև այնպիսի դեպքեր, երբ որ մենք տեսնում ենք հենց անպատասխանատու վերաբերմունք Երևանի նկատմամբ եւ նաև բնապահպանական հարցերին լինեն ավելի ակտիվ, որ իշխանությունն էլ հասկանա, որ բնակչությունը ոչ թե գեղեցկության մասին է խոսում, այլ իր մաշկի վրա զգում է, որ քաղաքը եռում է եւ հիմա երբ որ օրինակ ամռանը մենք ունենք ասֆալտի միջև 70 աստիճան ջերմության բարձրացում, չէ՞ որ սա ջերմային ուրեմն բազմաթիվ խնդիրներ են բնակչության մոտ, որոնք ուղղակի զուգակցված են ցուցանիշներով, չէ՞ որ շոկը բերելու է ջերմային ստրեսի, ինչ է լինելու հեղուկի, ուրեմն կորուստ, արյան թանձրացում, արդյունքում լինելու են հավելյալ դեպքեր ինսուլտների, ինֆարկտների եւ մենք տեսնում ենք նաեւ թվային տվյալներով ամբողջ եվրոպական երկրները տալիս են հավելյալ մահվան դեպքերը, որոնք որ կան շոկով հենց պայմանավորված։ Այսինքն մենք պետք է զգուշանանք, չի կարելի այսպեսի վերաբերմունք բնակչության կյանքի որակին եւ այլն մենք հատել ենք ծառերը, բայց տրանսպորտի հարցը օրինակ չենք լուծել, չունենք հանգարասրահներ։ Վերջերս իմ էջում մի քաղաքացի գրել էր, որ ես 30 րոպե կանգնել եմ կանգառում այս նկարի ծառներ։ Այս ծառը հատել են, խոսքը բանի Ամիրան փողոցի մասին էր, որ այս փողոցում ծառը հատել են եւ ես օդանավակայան գնալու համար 30 րոպե կանգնել եմ արդեն 2 անգամ կիզիչ արևի տակ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունները քաղաքում հատվածային չեն, նրանք փոխկապակցված են մեկը մյուսի հետ եւ եթե մենք առայժմ չենք ապահովել օրինակ կանգառասրահների հարցը, մենք իրավունք չունենք ասենք, որ մենք ծաղկող ծառեր ենք Երևանում տնկել եւ ամբողջ մի փողոց վերցնենք ծայրից ծայր ծառերից զրկենք։ Ժամանակի մեջ արեք այդ գործողությունները, ամեն երրորդը հատեք եւ այլն, կան ալգորիթմեր արդեն ձևավորած, չէ՞ որ աշխարհում հո մենք առաջի երկիրը չենք, որը սկսել է ծառերի փոխարինման ծրագիր անել, բայց ամեն ինչն ունի իր ձևը, գիտական հիմնավորված ճանապարհը, ուրեմն արդյունքին հասնելու եւ ամենակարևորը, որ որևիցե պարագայում մենք չվտանգենք մեր բնակչության առողջությունը։ Տիկին Վարդանյան, եւ այսպես եթե փորձենք ամփոփել, մանավանդ մաքրության մասին խոսեցիք, ամենատարբեր տեղերում կարող ենք տեսնել ավելի մաքուր Երևան, ավելի բարեկարգված Երևան եւ այս խոսքերը, հա։ Բայց միևնույն ժամանակ վերջերս տեսանք, որ Երևանյան լճի մոտ ինչ էր տեղի ունենում, այս մասով ձեր կարծիքը եւ առհասարակ մաքուր քաղաքում ենք մենք ապրում, թե ոչ։ Երևանյան լիճը առհասարակ երևանցիների համար ստեղծված ռեկրեացիոն հավելյալ գոտի էր,
որտեղ որ հավելյալ ջրային մակերես էր ստեղծված օդի միկրոկլիմայական խնդիրները, քաղաքի միկրոկլիմայական ուրեմն խնդիրները լուծելու համար եւ այն ինչ որ մենք երեք տեսանք ուրեմն հանրայնացված ուրեմն սոցիալական ցանցերում ուղղակի անընդունելի մի տարբերակ է եւ օրերս էլ առաջ մենք եւս մեկ խնդիր տեսանք, երբ որ շինաղբը թափոնները ուղղակի լցվում էին Հրազդանի կիրճ։ Այսինքն մի կողմից կոյուղաջրերն են լցվում թե այնտեղ, մյուս կողմից շինաղբը եւ ուրեմն կենցաղային աղբը։ Սա խոսում է անպատասխանատու ամբողջության վերաբերմունքի մասին եւ եթե օրինակ մենք խոսում ենք Երևանյան լճի վրա ծախսված միջոցների միայն վերջին տարիների առումով, դա 200 միլիոնի հասնող ուրեմն գումարների մասն է խոսքը գնում։ Այսինքն ինչ ենք մենք արել, եթե արդյունքը այն է, ինչ որ մենք տեսնում ենք այն էկոլոգիական ուրեմն աղետալի վիճակը, որը որ կա։ Եվ գիտեք, ամենահետաքրքիրը կայանում է նրանում, որ մենք թղթերով, եթե նայեք, ամեն ինչ այնքան գեղեցիկ է եւ մենք պատրաստվում ենք COP17 ընդունել կենսաբազմազանության մասին եւ զուգահեռաբար մենք հատեցինք բոլոր կենտրոնի բազմաթիվ փողոցներում ուրեմն հասուն ծառերը, վտանգելով կենսաբազմազանությունը, չէ՞ որ մենք թռչուններին ուղղակի հեռացրեցինք, բարձր ծառերին էին նստում, հիմա սակուրայի մակարդակի կամ գնդաձև սոսու մակարդակին ոչ մի թռչուն չի լինելու, այսինքն ամբողջությամբ հանեցինք։ Մենք այդ շինարարական թափոնները լցնում ենք Հրազդանի կիրճ, փոխանակ Հրազդանի կիրճը 21 թվականին մենք նամակով դիմել էինք նախարարություն շրջակա միջավայրի, որ Հրազդանի կիրճը ճանաչվի բնության հատուկ պահպանող տարածք, որ այստեղ բազմաթիվ գործողություններ ուղղակի արգելված լինեին օրենքի ուժով։ Մինչ օրս միայն լսում ենք քաղաքապետարանից, որ այդ գործողությունները իրենք շարունակում են։ Երևանյան լիճը տեսնում ենք ինչ աղետային վիճակ է։ Մենք այսպես ենք կոպին պատրաստվում։ Եթե մենք այսպես ենք պատրաստվում կոպին, ուրեմն կոպը պետք է առաջինը ասի, որ ձեր տարածքում այս գործողություններն են իրականացել վերջին 3 տարիների ընթացքում, հետեւապես ուղղակի հնարավոր չի այդտեղ իրականացնել այս գործողությունները։ Կամ առաջնահերթություն դրնի պետությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, տեսչական մարմինները, որ այս ամենը ուղղակի հակասում է այն բոլոր բնապահպանական ուրեմն պարտավորություններին, որոնք որ ստանձնել է մեր պետությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։